Ես դիմել եմ 25 կազմակերպությունների, 17 բանկի եւ նաեւ 4 հիմնադրամների, այս գործընթացը բարբերաբար շարունակվելու է, ուրեմն մերժում եմ ստացել պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից, չգիտեմ, արձագանքը կտրուկ է եղել, մեկ օր հետո մեզ զանգեցին, ասեցին, որ մենք չենք աջակցելու եւ Valex Group-ից պատասխանեցին, որ չունենք բավարար միջոցներ։ Valex, նաև Ալեքսին ենք դիմել։ Պատասխան չի եղել, ամեն դեպքում, որ պատասխանը որ եղել է, ես այժմ հանրայնացնում եմ, տարբեր կազմակերպությունների, Հայաստանի խոշոր հարկատուներին, բոլորին, այսպես ասած, դիմել ենք խնդրանքով։ Իհարկե, եւս մեկ անգամ հարկ եմ համարում նշել, որ սա պետության կողմից կարգավորում ստացող խնդիրներ են, ամեն դեպքում ստեղծված իրավիճակում հույս ենք պահում, որ կլինեն հայրենակիցներ, ովքեր կկանգնեն արցախցիների կողքին։ Ովքեր որ չեն արձագանքել կամ մերժել են այս պատճառը որն է եղել, ինչ հիմնավորումներ են դարձել։ Մերժման մասով ես ասեցի, պատասխանների մասով ավելի ճիշտ կլինի ասել, մնացածը պատասխան դեռ չի եղել, նկատի ունեմ եւ արցախցի գործարարներին, մինչ օրս չեն պատասխանել։ Պարոն Իսկանդարյան, նաև այս օրերին արցախցիները չգիտեն իրենց սոցիալական խնդիրներով պայմանավորված հիմնականում ում դիմեն, մեզ նաև տեղեկացնում են, որ հաճախ են այցելում Արցախի ներկայացուցչության շենք, հանդիպում այստեղ գործող պաշտոնյաների հետ եւ նաև շատ հաճախ հենարան են տեսնում հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանին եւ մի մասն է նրան շատ խորը քննադատում է։ Կխնդրեմ այս հարցին հետ անդրադառնալ, պետք է ում դիմեն արցախցիները։ Նախ, ինչպես ես նախորդ մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել էի, որ Տիկին Պետրոսյանին հրավիրելու եմ, զանգահարել եմ Լիանա Պետրոսյանին, հրավիրել եմ, մերժում եմ ստացել եւ իր կողմից առաջարկ հանդիպել իր գրասենյակում ընդունել են բնականաբար, բայց հարցնելով ինչն է խնդիրը, որ Արցախի ներկայացուցչության շենքում հանդիպենք, քննարկենք ձեր աշխատանքների մասով, բոլոր ծառացած խնդիրների մասով, ընդ որում մերժում եմ ստացել, եթե ավելի հակիրճ ասեմ, իմ այն հարցադրման ինչպես է ստացվում, որ դուք կարողանում եք Հայաստանի կառավարության նախարարների հետ եւ 2 տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 4 եվրոպական դեսպանների հետ է հանդիպել, սա տրամաբանական հարց է, պատասխանը եղել այն, որ դիմում եմ եւ մերժում չեմ ստացել, դատողությունները թողնում եմ մեր հայրենակիցներին, ինձ համար միայն ես չէի ցանկանա անդրադառնալ հատկապես տիկնոջ, բայց անընդունելի է, երբ որ տեսնում ենք արցախցիների, ովքեր մեղմ ասած կամ ճակերներում ասած սատարում են ՔՊ-ին եւ վերջին օրերին 2-3 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ հանդիպեց Արգիշտի պաշտոնակատար, եթե չեմ սխալվում, ազգանուն Մեխագյանի հետ, հա, սուր քննադատության արժանացավ, որից հետո հրապարակում տեսանք 2 օր հետո, որ հանդիպել է Մասիսի քաղաքապետի հետ։ Ես ուզում եմ, որ արցախցիները հստակ հասկանան, որ ում են սատարում, ինչ ուղղությամբ են շարժում, յուրաքանչյուր արցախցի պետք է հասկանա, սատարելով ՔՊ-ին փակում է Արցախի իրավունքի, արցախցիների իրավունքի հարցը։ Սա մեկընդմիշտ պետք է բոլորիս մոտ հստակ լինի։